Անվտանգ եւ հավասար կրթական միջավայր սպորտի միջոցով։ Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության UEFA-ն երեխաների համար հիմնադրամի աջակցությամբ անցկացվող հերթական նախաձեռնությունն այս կարգախոսով է։ Տավուշի մարզի 4 խոշորացված համայնքների դպրոցների 5-ից 9-րդ դասարանների, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները մարզական յուրատեսակ հանդեսի մասնակից են դարձել։ Կրթության լավագույն ձևերից մեկը հենց խաղի միջոցով կրթության ապահովումն է։ Սպորտային միջոցառման այս շարքը իրականացվում է Տավուշի մարզի 11 դպրոցներում, որին մասնակցում են ավելի քան 150 երեխա։ Գանձաքարի դպրոցի մարզադաշտում տրամադրությունը ոչ թե մրցակցային, այլ ընկերային է։ Թեև երեխաները նախապես պատրաստվել են այսօրվան, սակայն խաղային պայքարը ոչ թե դպրոցների միջև է, այլ թիմերի, իսկ թիմերը ձևավորվել են տարբեր դպրոցների աշակերտներից։ Սպորտլանդիան ներառում է տարբեր մարզական խաղեր, նաև ֆուտբոլ։ Պատրաստվել ենք մոտ 2 շաբաթ, սոցիալական կարիք ունեցող երեխաների հետ միասին ընտրվել են այնպիսի վարժություններ, որպեսզի պարզեցված լինեն եւ բոլորին հասանելի լինեն։ Թիմերում ընդգրկված են տարբեր սոցիալական կարիքներ ունեցող երեխաները եւ դպրոցի այլ երեխաներ։ Հիմնականում շեշտը դրված է ընկերասիրության, միասնության վրա։ Սևքար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Սամվելը զբաղվում է սամբոյով եւ ըմբշամարտով։ Թեև իր սիրած մարզաձևերը Սպորտլանդիայում չկան, սակայն բաց չի թողել մասնակցելու եւ նոր ընկերներ ձեռք բերելու առիթը։ Լավ է, որ սենց բոլորս միախմբված ենք լինում, ընկերական խաղեր ենք խաղում, իրար հետ շփվում ենք, էլի։ Հաղթման ընկերությունը երևի։ Հանդիպման ավարտին դպրոցներին հանձնվում է մարզագույք UEFA-ն երեխաների համար հիմնադրամի կողմից։ Լիանա Խաչատուրյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։